Ողջույն սիրելի բարեկամ, ովքեր են գրել Աստվածաշունչը։ Աստվածաշունչը գրվել է շուրջ 1500 տարվա ընթացքում և ունի բազում հեղինակներ, մոտավորապես 40։ Գիրքը կոչվում է Աստվածաշունչ, քանի որ գրվել է Աստծո շնչով և ներշնչանքով, բայց մարդկանց կողմից։ Այս մասին մեզ պատմում է Պողոս առաքյալի կողմից Տիմոթեոսին ուղղված երկրորդ նամակի 3-րդ գլխի 16-րդ համարը։ Սուրբ գրքի ամեն մի գիրք Աստվածաշունչ է և օգտակար ուսուցանելու, հանդիմանելու, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար։ Հիմնական հեղինակներն են մարգարեները, իմաստունները և Քրիստոսի առաքյալները։ Ինչի մասին է պատմում Աստվածաշունչը։ Աստվածաշունչը սկսում է մարդկության արարչագործության պատմությունից, հետո անդրադառնում է Եգիպտոսում հրեաների գերությանը, Իսրայելի թագավորության ձևավորմանը, բաբելոնացիների կողմից նրանց հաղթվելուն և երկրորդ գերությանը։ Հետո իսրայելացիները նորից վերադառնում են իրենց հայրենիք, վերականգնում են կործանված տաճարը, որը շատ մեծ կարևորություն ուներ հրեաների կյանքում։ Այս ժամանակաշրջանում է Աստվածաշունչ մատյանի առաջին մասը, հին կտակարանը, ձևավորվել այն տեսքով, որով այսօր առկա է մեր ձեռքերում։ Ամբողջ Աստվածաշունչը, սիրելի բարեկամ, բաղկացած է երկու մասերից՝ հին կտակարանից և նոր կտակարանից։ Հին կտակարանն էլ իր հերթին բաղկացած է 3 հիմնական մասերից, որ եբրայերենով կոչվում է Թանաք, 3 մասերից յուրաքանչյուրի անվան առաջին տառերով։ Հրեա ժողովուրդը հավատում էր, որ Թանաքի մեջ տեղ գտած բոլոր գրքերի միջոցով Աստված խոսում է մարդկանց հետ։ Իմիջիայլոց Թանաքի 3-րդ մասում զետեղված Առակաց գրքի առաջին համարն է, որ Հայաստանի յուրաքանչյուր դպրոցի պատին կարելի է տեսնել, ճանաչել իմաստությունը և խրատը, հասկանալ հանճարի խոսքերը։ Առակաց գիրք, առաջին գլուխ, առաջին համար։ Հին կտակարանի գրման հիմնական նպատակն է ցույց տալը, թե ինչպես Աստված քաոսի միջից ստեղծեց աշխարհը իր ողջ գեղեցկությամբ, թե ինչպես մարդը Աստծո պատվիրանին չհնազանդվելով ընկավ մեղքի մեջ և սահմանափակեց իրեն հասանելիք պարգևներն ու շնորհները։ Հին կտակարանի ողջ ընթացքում պատմվում է նաև մեկի մասին, որը պիտի գա մխիթարելու սգավորներին, օգնելու աղքատներին, հաղթելու չարին և վերջապես փրկելու աշխարհը։ Այդ մեկի մասին պատմվում է Աստվածաշնչի 2-րդ մասում, նոր կտակարանում։ Մեսիան, Քրիստոսը, որ Աստծո որդին է, եկավ աշխարհ, ծնվեց Սուրբ Կույս Մարիամից, որպեսզի իրականացնի հին կտակարանում Աստծո կողմից մարդկանց տրված խոստումները։ Իր երկրավոր կյանքի ընթացքում Հիսուս Քրիստոս բազում հրաշքներ գործեց և մարդկանց փրկությանն ուղղորդող շատ խրատներ տվեց, սակայն նրան խաչեցին, քանզի մարդիկ չէին ցանկանում հրաժարվել իրենց մեղավոր կյանքից։ Եղան նաև բազում մարդիկ, որոնք լսեցին Աստծո խոսքը և հետևեցին Հիսուսին։ Նրանք կոչվեցին առաքյալներ և վկայեցին Քրիստոսի հարության մասին, ինչը տեղի ունեցավ խաչելությունից 3 օր անց։ Նոր կտակարանի կենտրոնական գաղափարը Տեր Հիսուս Քրիստոսի հարությունն է և դրանից բխած հույսը ողջ մարդկության համար։ Քրիստոսի ծննդյան պատմությունը, քարոզչությունն ու գործունեությունը, որ լավագույնս ներկայացված են 4 ավետարաններում, նպատակ ունեն մարդկությանն ուղղորդելու այն ճանապարհով, որ տանում է դեպի Աստված, տանում է դեպի խաղաղություն և վերջապես դեպի փրկություն։ Նոր կտակարանի Գործք առաքելոց գիրքը պատմում է
Իսրայելից դուրս Քրիստոսի առաքյալների կատարած քարոզչությունները, իսկ առաքյալների նամակները Քրիստոսի հարությունից հետո մարդկության կյանքի եւ Աստծո պատգամների իրականացմանն են վերաբերում։ Նոր կտակարանը, սիրելի բարեկամ, ամփոփվում է հայտնության գրքով, որը ներկայացնում է աշխարհի վաղճանը եւ Քրիստոսի երկրորդ գալուստը դրան նախընթաց դեպքերով։